Պատրաստելու եմ շատ հեշտ, գեղեցիկ, օգտակար աղցան, որը ունի թագուհի բաղադրիչ, բայց դա վերջում։ Ինձ անհրաժեշտ է այսբերգ կաղամբ, կարող եք ցանկացած կաղամբով անել, սա պարզապես իմ ամենասիրելի կաղամբն է, որտեղ շատ թեթև է, նուրբ է, եւ քանի որ կաղամբը շատ նուրբ է, կարող եք հանգիստ կտրատել մեծ։ Ինձ անհրաժեշտ է նեխուր։ Իհարկե լվանալու եմ։ Ավելացնում եմ վարունգ, բոխկ, ավելացնում եմ նաև խնձոր։ Խորհուրդ իմ կողմից փոքրիկ հնարք, երբ կտրատում եք խնձորը, մի փոքր վրան կիտրոնի հյութ ցողեք, որպեսզի չսևանա։ Հիմա պատրաստեմ սոուսը։ Սկսեմ հենց աղցանի թագուհուց, կտավատի յուղ արտեր ընկերության կողմից։ Կտավատի յուղը սառը մզվածքի է, հետևաբար կարող եք օգտագործել սառը խորտիկների համար, պատվիրում եք արտեր ընկերության Facebook-ի կամ Instagram-ի էջում եւ անհատական ձեզ համար մզվում եւ ուղարկվում է, քանի որ պահպանման ժամկետը գիտեք, որ շատ կարճ է եւ պետք է պահել սառնարանում, դրա համար ոչ թե պատրաստում են, պահում եւ դնում վաճառասրահներում, այլ մզում են հենց ձեր պատվերի համաձայն։ Իդեպ այս կտավատի յուղը, ի տարբերություն այն կտավատի յուղերի, որոնք ունեն տհաճ համ կամ հոտ, սա բացարձակ առանց հոտի է եւ շատ համեղ, կարող եք ամեն առավոտ մեկ գթալ կուլ տալ։ Եվ իհարկե ունեմ հենց թարմ կտավատի սերմեր, որոնցով էլ իմ աղցանը կզարդարեմ։ Ոսկե կտավատն է սա, շատ օգտակար։ Սոուսի համար ինձ անհրաժեշտ է կտավատի յուղ, աղցանի թագուհին։ Մի հատ տեսեք ինչ գույն ունի։ Մեկ գթալ դիժոնյան մանանեղ, աղ, սև պղպեղ, մի փոքր էլ կիտրոնի հյութ, մեկ գթալ մեղր եւ խառնում ենք։ Ավելացնում ենք սոուսը եւ նուրբ, շատ նուրբ խառնում ենք։ Մի քանի կաթիլ ավելի վառ համ ստանալու համար կավելացնեմ կրկին կտավատի յուղ եւ ոսկե կտավատի սերմեր։ Սեղմեք լայքի կոճակը, սրտիկեք ինձ, ուղարկեք այս բաղադրատոմսը ձեր ընկերոջը, իսկ ես գոհ եմ ինձանից։